մեյքափ եսի նկատի ունեմ այն մեյքափները, աղջիկներ, որոնք որ տեն գյաջում ենք, նոր դեմք են։ Սաղ ծածկում ենք, չերևում, ում աղջիկնա, ում կնիկնա, Բայց իզանվը նկարում են, էլի մի հատ թազա դեմ, ու որ գնում ես եկեղեցի, ասում են, ինա այն բան աղջկան տեսար, լավ աղջիկ էր, ասում որ մեկ աղջիկան, սաղ աղջիկներ իրար նման են, բոլորի աղջիկները իրար նման են, որտեղ ուղցիղ նույն տեխնիկայով են մեյքափ անում, կսում են սկզբից, գրունդ, հա, գաչ, սա բնական բաները մոռացվում, հա, դեմքի գծերը չի երևում, դա դու դառնում ես անուն։ Եվ այդպես մենք տղաներով խափնվում ենք։ Դրա համար օրինակ մեր տարբերակում ճիշտ է մորուքն է։ Բոլորը ծաղկնում են, կարամ ասեմ մեր։ Ապա դեր բախնել բերել է, մեկ-մեկ որ մորուքը տրաշում ասում ես վիամանազի։ Մինչև այդ գիտեի տղամարդը, դա դեն։ Ես հետո ասում ես, ամսնագիր ստացել է, ասեք 22-ին ասեմ մեր տղամարդկանց մորուքը մնալու է, թրաշ մորուքը մնալու է, իսկ գալիս է ավելի երկար, ավելի կլասիկ կտրվածքները, այսինքն հետ են գնում 70-ական թվականների սանրվածներն ու կտրվածներին դեպի։ Վարսահարդարման մեջ էլ գնում հիմա վարսահարդարումը տեսեք ինչպես մեյքափը, այնպես էլ վարսահարդարումը գնում ես վարսավիրանոց, բանը նայում ես, ստիլիստը նայում ես, կառե կտրեմ, ինչ-որ մի 5 տեսակի կտրվածք կա, որոնք որ դնում են, այդ մեկ էլ կիմչինի մոտ է, գիտեք, չէ՞, տենց Կորեայում է, ուշում այնտեղ 3 տեսակի 2 բան կա, 2 ձև կա կտրելու, ուզում ես ուզի չես, ուզում չես կարող ուրիշ ձև ուզես։ Հիմա քանի որ մեր վարսահարդարները այդ 5 ձևն են սովորում, դրա համար ամբողջ հանրապետությունը գնահատում է նույն մազերով, նույն կտրվածքով, ուրիշ կտրվածք չգիտի։ Որովհետև հաշվի չեն առնում ռեջան գլխի անատոմիա։ Իսկ հիմա աշխարհը ինչի է գնում արխիտեկտուրը քո գլխի ու քո մազերի, արխիտեկտուրը նատուրալն է։ Հենց քո պետք չի անել, կուդրաներ, կանֆենել, մենք մի ժամանակ շաքարել էինք գցում շատ ինչ-որ բաներ, դա այդ բոլոր արհեստական բաները անցնում է, ինչը որ չեմ կարող ասել եղունգների մասին, արհեստական եղունգները 2022-ից մինչև 27-ից տրենդի մեջ են։ Տղամարդիկ դեռ չեն կրում երկար եղունգներ եւ փառքաստո, բայց էլի եթե բայց կան դեպքեր։ Դե մենք ենք կուտի առավտել հաղթել ասենք, հիմա էլ կան մարդիկ, որ տենց պահոմանյանում, արգեցի, իսկ երկար եղունգները հին դարերում կրել են արիստոկրատները և երկար եղունգը եղել է, ցույց է դրել մարդու արիստոկրատ աստիճանը, դա եթե երկար եղունգ ունեմ, ուրեմն բանվոր չեմ, բանվոր լինե եղունգներս կկոտրվեր, և երկար եղունգը մնում է ստատուսի ու հարստության նշան, այնպես որ արհեստական եղունգները ունեն։ Ցավոք մեր ժամանակը սպառվում է, շնորհակալ ենք Ներողություն եմ խնդրում իհարկե, ես կուզեի դուք ամենավերջում ձեզ հրաժեշտ ենք տալու, բայց անդրադառնայիք կա մի մեծ կորուստ, որի մասին ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում մեկ շատ քիչ եք իմանում, եթե ոչ ձերպես միայն մասնագետները։ Ես ցավում եմ, որ այս գեղեցիկ առավոտները էլ չկա մեր հետ Վարժան Մխիթարյանը, մեր հայազգի մայեստրոն, Վարժան Մխիթարյանի գնալով զանավեսները բյութի աշխարհի այդ գեղեցիկ սանրվածքների, թագուհիների սանրվածքների փակվեցին, մեր հայ ազգի, հայ բյութի վարպետների համար կարճան շատ մեծ կորուստ է և ընդհանրապես ամբողջ աշխարհի թերթերն են գրել, ամբողջ աշխարհը սկարբիտ, ինքը սանրել է Ստալինի աղջկա մազերից, մինչև Թեչեր, առաջի տիկիններ, շատ սիրում էր Հայաստանը, ես շատ ափսոսում եմ, որ Վարժան Հայաստանում չթավեց, շատ ցավում եմ։ Մեծ գործունեություն ուներ բյութի ոլորտում մեր Հայաստանի հետ կապված։ CMC միջազգային չեմպիոնատի վիցեպրեզիդենտն էր և 2 տարի առաջ Հայաստանի դրոշը բարձրացրեցինք 30 հոգով, վերջապես կարողացանք 30 հայ իրար համոզեինք, իրար հետ գնայինք, իրար տակ չփորեինք, տենց բարձրացանք ու հայկական գիմնը հնչեց, ես հիշում եմ մինչև հիմա թուրքերին նայելով Վարժան ոնց էր ամեն բան բարձրացնում էր, ապրում էր Հայաստանում, ապրում էր մեզնից ամեն մեկովս, որը որ փորձում էր իր ուժերը միջազգային չեմպիոնատներում փորձել, իմ խորը հարգանքը և ցավակցությունը մեր հայ բյութի վարպետներին, մեր Վարժան Մխիթարյանի կորստի համար։ Դե դուք էլ պարտավոր եք շարունակել ձեր աշխատանքը, իսկապես դուք այն սերունդն եք, որը որ պետք է չանձնվի եւ մաքսիմալ պետք է անի այն, իհարկե անհնար է անել այն ինչ որ նա է արել, բայց գոնե մի չնչին տոկոսը գոնե դուք պարտավոր եք անել եւ շարունակել։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք ձեզ։ Գովազդ մեր եթերում, այնուհետև վերադառնանք ու շարունակենք առաջին ծրագիրը։